Այսօրվա ջաշու ավետարանը սիրելի հավատացյալներ մեզի կներկայացնե Քրիստոսի կյանքեն տրվագը, որ յուրահատուկ է իր տեսակին մեջ։ Սակայն դեպքը, որ իր նմանները ունի այլ դեղերու մեջ, որ մեր Տեր Հիսուս Քրիստոս կսե դոնական մեծ օր մներ Հովաննու ավետարանը եւ այդ դոնական մեծ օրվա մեջ կսե Հիսուս Սողոմոնի դաջարին սյունակավիթին մեջ գերտևեգեր Հովաննու ավետարանի 10-րդ գլխու 22-ին 30-րդ համարներու մեջ սյունակավիթին մեջ կսե գերտևեգեր որովհետև զայրացած էր այդ օրը նույն դեպքը նաև մեզի գիշեցնե Ղուգասու ավետարանը սակայն նախատասությունը գավելցնե սկիզբը դեսե Հիսուս այդ օր զայրացած էր որովհետև դեղը հասած էր Քրիստոսի կյանքին մեջ որ ալիևս մարդ գոչված արարածներու հանդեպ վստահությունը գործունեացած էր ամեն անգամ որ կանի հոգիքով կովի հավաքվելով իր կողմուկային գիտեր որ ձուղակ մնե որ պատրաստած էին զինք վերցնելու մեջտեղեն եւ ոչնչացնելու սակայն գիտեր անոնց մտածումը ըստ այլն պատասխան գուդար սակայն գզգուշանար այն իմաստով որովհետև գիտեր առօրյայի մեջ իրարու հագարակ մարդիկ հանգարց համացայնությունը կգոյացնեն եւ ուկան Քրիստոսի կով եւ անոր կներկայացնեն երկսայրի սուրմը այսինքն սուրմը երկու կողմեն սրված որ կողմի որ պիտի թփնա Քրիստոս պիտի վիրավորվի եւ պիտի ինա իրեն զուգակի մեջ բայց Հիսուս որպես Աստվածորդի որպես քերակույն ուժը այս երկրի վրա որպես Աստված միշտ կխուսափեր եւ հարմար պատասխաններ կուտար իր հագարագործներուն այս անգամ նորեն փարիսեցիները եւ օրենքի ուսուցիչները գսե եւ այս անգամ երրորդ խմբակ մգավելնա իրենց հերով տեսականները գսե հիմա պետք է գիտնանք թե ովքեր են փարիսեցիները եւ ովքեր են օրենքի ուսուցիչները եւ ովքեր են հերով տեսականները Ուրեմն օրենքի ուսուցիչները հրյա ժողովրդի մեջ երկու գուսակցություն գոյություն ունի մեկը աշխարհիկ մյուսը հոգևոր Ուրեմն օրենքի ուսուցիչները աշխարհիկ այն ղեկավարներ են որոնք գուսակցություն մգազմած են եւ գուզեն հռոմեական գայսությունը դուրս տնել իրենց երկրեն քաղաքական իմաստով իսկ փարիսեցիները հոգևոր այն տասն է, որ դաջարին ծառայության գոչված են։ Սակայն ասոնք նաև իրար մեջ բաժանմունք ունին։ Փարիսեցիները իրարու մեջ երկուքի բաժնված են դարձյալ, որովհետև անոնց մեջ կա թևը, որ կգոչվի սատուգեցիներ, սատուգեցիներու հիմնադիրն է Սատով անունով անցմը որ Քրիստոսը 80 տարիներ առաջ ապրած էր եւ գուկար տրժելու մարգարեական բոլոր օրենքները եւ գսե թե սատուգեցին մարդ արարածը այս երկրի վրա գաբրի եւ երբ մահանա գվերջանա նույնիսկ իր իշադակը ինչ որ նույն խոսքը գսեն նաեւ աղանդավորական շարժումներու Եհովայի վկաները մարդը կնմանցնեն խոդիմը, որ արևին ջարակայտեն գայրի գպոշիանա անոր հետ նանգամ կգործվի։ Սակայն մարդկային դրամապանությունը եւ 5 դագարանի մարգարեները եւ մեր Տեր Հիսուս Քրիստոս մեզի կխոսի հոգի անմահության մասին եւ հարության մասին չհավատացին իրեն ինք իր վրա փորձը հրավ եւ փաստեց որ հետ մահու գահարուցյալ կյանքը
հոգևոր կյանքը, որ կսպասե մեզ մե յուրաքանչյուրիս։ Ճիշտ այդ պատճառով այս անգամ եկան Հիսուսի կով ըսելու. «Տուն ես այն, որ կսպասեինք մարգարեներու խոստումներուն համաձայն, Սադուկեցիները եւ Փարիսեցիները կսպասեին հոգևոր ազադարարը, որ կարծ իրենք ազադեր հռոմեական գայսության գերիշխանութենեն։ Իսկ օրենքի ուսուցիչները կսպասեին զինվորականը, որ կարծիով, փանագով, զորքով եւ հաղթեր հռոմեական գայսության եւ ազատագրեր Դավիթի քերիալ աթորը։ Հետևաբար Հիսուս ինչ պատասխան որ ալդար, բիդի իրենց ձուղագին մեջ ինար եւ անոնք բիդի ասեին թե այս մարդը իրական մեսիան չէ եւ սուտ մարգարեմն է եկած է մեզ մոլորեցնելու, ուրեմն պետք է զինք խաչենք եւ այս ասպարեզեն դուրս տնենք զինք ինչ որ ըրին հետակային հետևաբար Հիսուս անոնց կհարցնե որ ես ձեզի պատասխան պիտի չի տամ իմ գործերուս հետևեցեք որովհետև իմ գործերս կվգայեն իմ մասիս հիմա եթե մենք մեզի հարց տանք ինչ էր Հիսուսի գադարած գործերը բարձ փաստակրումով ավետարանը բանանք եւ հաշվենք ավետարանին մեջ հրաշքներ կան Հիսուս բժշկություններ գդարեց հիվանդներ բժշկեց մերելներու հարություն տվավ գույրերու աչքերը բացավ այս հրաշագործություններուն թիվն է 37-ը այս բոլորը գդարված էին եւ այս իրեն թեմ եկող մարդիկ դեսած էին այս բոլորը սակայն չէին ուզեր տեսնել որովհետեւ իրենց անձնական շահերը պիտի վնասվեին իսկ եթե արագները հաշվենք ավետարանի մեջ որ Հիսուս խոսած է թիվով 39 այս բոլորը արդյոք փաստեր չէին որ Քրիստոս Աստված էր որ մեր մարմինեն ստացավ եկավ խոնարեցավ գսե իր աստվածային փառքեն եւ մարդկային մարմին ստացավ եւ մեզի հետ բնակեցավ Արաքյալը շատ հստակ իր նամակներում մեջ գսե մենք մեր աչքերով տեսանք մեր ցերկերով շոշափեցինք բանը որ խոստացված էր որ պիտի կար մարդոց բրգության համար հետևաբար զինք չընդունեցին Հովհաննես ավետարանը գսե սակայն գսե նաեւ իրենիններուն համար եկած էր իրենինները զինք չընդունեցին զինք ընդունեցին այլ ժողովուրդը որ խավարի մեջ կաբրեր որ հեթանոս աշխարհի մեջ կաբրեր այդ հեթանոս աշխարհի մեջ ապրող ժողովուրդներուն մեջն է նաև սիրելի ավադացյալներ հայ ժողովուրդը վգա մեր անցյալ շաբթվա արարողությունները հոգեկալուստեն յետք մեկ շաբաթ լրիվ հոգեկալուստի հիշադակությունները գդարել է յետք Հայաստանի ցարակելական եկեղեցին գդոնախմբե շաբաթը որ հայոց պատմության մեջ արցնակրված է որպես Արարատյան շաբաթ այս Արարատյան շաբթվա ընթացքի մեջ շատ դեպքեր բադահեցան հայոց պատմության էջերեն Ակատանկեղոս մեր մեծ պատմիչը շատ հստակ կգրե թե ինչպես Սուրբ Գրիգոր Լուսավորիչ խորվիրապ ցկվեցավ իր մերժումին պատճառով, որովհետև անմերժեց հետանոսական գրոնքը 13 տարիներ մնաց խորվիրապի մեջ եւ այդ միջոցին, որի խորվիրապի մեջ կգտնվեր Հրիփսիմյանց գույսեր, Կայանյանց գույսեր եկան Հայաստան եւ նահատակվեցան եւ խորվիրապեն դուրս ելավ, որ 3 դոնեցինք 3 Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի խորվիրապեն դուրս ելնելու դոններ մենք հիշադակեցինք դուրս ելավ արդեն նահատակված էին Հրիփսիմյանց գույսերը հաջորդ օրը մենք դոնեցինք Հրիփսիմե գույսի հիշադակը Գայանե գույսի հիշադակը Հովհաննես Մկրտիչի եւ Ադրակինիա եպիսկոպոսի
Այս բոլորը հայոց պատմության հետ առնչված դեպքեր են։ Հետևաբար այս շաբաթը, որ անցավ, մեր հայոց պատմության ավագ շաբաթն է։ Այս շաբթվա մեջ էր, որ մենք քրիստոնեություն ընդունեցինք պետական գրոնք։ Այս շաբթվա մեջ էր, որ Գրիգոր Լուսավորիչ խորվիրաբեն դուրս ելավ։ Այս շաբթվա մեջ էր, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ դեսիլք մտեսավ, որ Քրիստոս ոսկե ուրնագը մուրջը ցերքին իջավ եւ հադագակիցը գծեց շողագատ, որ այժմ Էջմիածին կոչվի դաջարին։ Ուրեմն դեսիլքի մեջ դեսավ, որ Աստվածորդին իջած է Արարատյան տաշտին վրա, ոսկե մուրջը ցերքին հադագակիցը գծե եկեղեցիը։ Հաջորդ առավոտ ելավ Գրիգոր Լուսավորիչ եւ դեսավ հադագակիցը գծված է։ Եվ զայն տրտատ թակավորի հետ միասին գսե մասի սարեն կարեր փոխադրեցին եւ գառուցեցին այս դաջարը եւ առաջին անգամ զայն գոչեցին շողագատ, որ կնշանակի երկինքեն գատած շողմը։ Եվ այդ շողագատ դաջարը գառուցել են իդ 7-րդ դարուն էր զայն փոխեցին եւ գոչեցին Էջմիածին, այսինքն Աստծո միածին որդիի իջած վայրը եւ գոչվեցավ Էջմիածին։ Եվ այսօր մեր եկեղեցին կդոնե գաթողիկե Սուրբ Էջմիածնի իշադակը։ Հadouk շարականներով, անտաստանով, բادرակով մենք այսօր ոգեգոչեցինք այն իշադակը, որ 301 թվականին սկսան գառուցել մինչև 303 թվականին եւ այսօր համայն աշխարհի առաջին ազգն ենք, որ քրիստոնեություն ընդունեցինք, առաջին ազգն ենք, որ pedagogan թագավոր եւ գաթողիկոս միասնապար գառուցեցին Սուրբ Էջմիածնի դաջարը։ Հետևաբար այսօր այն մեծ դոնն է, որ Էջմիածինի հորե լույս փարած ընտմա ամբողջ աշխարհին եւ Հայաստանի լույս զակեցուց։ Հիմա հարց տանք մենք մեզի. Քրիստոս ինչու իջավ Արարատյան տաշտ եւ հադագակիցը գծեց Սուրբ Էջմիածնի, որովհետեւ հայ ժողովրդի հավատքն էր, որ Քրիստոսը մարմնավորապես իջեցուց Հայաստան աշխարհի վրա եւ գարկմը Սուրբ Գրքի մասնակիցներ այսօր մեզի գսեն, որ Քրիստոսի երկրորդ քալուստը պիտի ըլլա Հայաստանեն Արարատյան տաշտերեն, առաջին քալուստը եղավ Երուսաղեմի մեջ, իսկ երկրորդ քալուստը պիտի լա երկրորդ հոգևոր Երուսաղեմի մեջ, որ կգտնվի Հայաստանի Արարատյան տաշտին վրա, Սուրբ Էջմիածնի մեջ եւ մեր բոլորի բաշտելի Սուրբոց Էջմիածնի դաջարին մեջ։ Հետևաբար աղոթենք, սիրելիներ, որ Աստծո միածին որդին այս անգամ իջնե մեր հոգիներուն մեջ, հանդարտեցնե, խաղաղեցնե մեր հոգիները, մանավանդ իջնե Հայաստանի մեջ ապրող ժողովրդին, արցախցիներուն, սպիրկահայերուն, որպեսզի բավ համարվի այս անօրենությունները, որ կգադարվին Արարատյան տաշտին մեջ։ Այդ տաշտը, որու վրա իջավ մեր Տեր Հիսուս Քրիստոս, թույլ չտանք, որ թշնամին ոտնագող դարձնե այդ սրբացած միածին որդի միջոցով տաշտին վրա։ Դեր գանքնենք, մեր հավատքը ամուր բահենք, անոր գրնա թող աղոթե, անոր գրնա իր ներդրումը գադարել թող գադարե եւ այդ ծևով դեր գանքնենք մեր հավատքին, մեր եկեղեցիներուն, մեր հայրենիքին եւ Արարատյան տաշտին դերը օրհնեցես հիմա Հավիդյանս Հավիդենից ամեն